Ադրբեջանը շարունակում է պատերազմը, ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների ձևով ավանդական ռազմական տիրույթում, բայց հիբրիդային պատերազմի մեթոդներով, մնացած տիրույթներում հոգեբանական, տեղեկատվական։ Տեսեք ինչ վիճակում է հայկական հասարակությունը այսօր։ Իլհամ Ալիևի մի խոսքը հայկական հասարակությունը բարձրացնում է օդը։ Այդքան ազդելի, այդքան նուրբ է դարձել, ցավալի է դարձել քո հասարակությունը։ Ես զբաղվում եմ վաղուց այդ հարցերով, ներեցեք հոգեբանական պատերազմի, տեղեկատվական պատերազմով նաև։ Դա շատ վատ սիմպտոմ է։ Դա նշանակում է քո հասարակությունը շատ խոցելի է եւ խոցում է այսօր։ Եթե դու առողջ հասարակություն ես, դու չի կարող իրավունք չունես նման ձևով այդքան էմոցիոնալ ազ խոսքերի ինչ որ ուրիշ երկրի ղեկավարի խոսքերի վրա այդքան վրթովորվել։ Նշանակություն չի ինչ ասել, բայց դու այդպես ես վարվում։ Դա նշանակում է դու ունես լուրջ խնդիրներ հասարակության մեջ։ Եվ այդ խնդիրները արհեստական են, ոչ թե արհեստական է, դա վիճակը հոգեբանական, տեղեկատվական պատերազմի ագրեսիա հետևանքն է։ Հոգեբանական անվտանգությունը այդպիսի գաղափար կա։ Չէ, ցավոք սրտի, այդ գաղափարը ձևավորվել է Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցման շուրջ, Համապարփակ պաշտպանության համակարգի մեջ հոգեբանական եւ սոցիալական անվտանգությունը հիմնական սյուներից մեկն է, 9 սյուն կա, ասենք Ֆինլանդիայի մեզ մոտերը որ կառուցել եք 9 հատ հիմնական սյուներից մեկն է։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում չկա պետական հաստատություններ, որոնք զբաղված են հոգեբանական, տեղեկատվական պատերազմով։ Մենք չունենք այդ հաստատությունները։ Ոչ ռազմական վստահ եք ասում, որ չունենք, վստահ եք, որ չունենք։ Ես շատ ուրախ եմ, որ վերջի մի տարվա ընթացքում ձևավորվել է մի քանի փոքր խումբ, աշխատանքային խումբ, որը փորձում է հասկանալ, ձևավորի ոնց կարող է լինի Հայաստանի հոգեբանական պատերազմների հայեցակարգը, ռազմավարությունը, մի խումբ, որը աշխատում է նաև մեր ռազմական ուժերի հետ, չեմ ուզում բացել։ Պետք չի։ Այդ ամեն ինչը անվում է, բայց մի տարի այդ աշխատանքները սկսել են դեռ։ Մենք մոտորապես ներեցեք, մենք ես աշխատում իրանց հետ, պատկերացնում եք ոնց կարող է այդ գործակալությունը աշխատի, ինչ կառույց պիտի ունենա, ինչ ֆունկցիաներ պիտի ունենա, ինչ պիտի իրականացվի Հայաստանում պետության ներքո, որ մենք կարողանանք մտնենք հոգեբանական պատերազմների մեջ ունենալով են հաստատությունը այն ուժերը զինվորական, ոչ թե միայն զինվորական ուժերը, բայց հասարակության կողմից, որը դիմադրում են նման ագրեսիայի։ Ոնց պիտի անի, մոտորապես արդեն հասկանալի է, բայց այդ ամեն ինչ անում է հասարակության կողմից, նորից ոնց համապարփակի դա եղել, ոնց պիտի անվի, ինչ պիտի անվի, ահրելի մեծ աշխատանք կա, որը մենք 20 տարով առնվազն կորցրել եք ժամանակ դա սկսելու համար։ Պաշտպանական շերտը ձևավորված կազմակերպված չկա, ռազմական ուժերում Փառք Աստծո ձևավորել է հասկացողություն, հասկանում եմ, որ դա պետք է, եւ մեծ նվաճում է ինձ համար, որ մեր ռազմական ուժերում արդեն հասկանում ենք դա պետք է անել։ Եվ հասկանում, որ դա պիտի անենք երևի, բայց որպես իշխանություն, որպես պետական ավելի մեծ լայն մասնակցի վրա այդ խնդրեմը լուծել, այդ հարցերը դեռ պիտի հասկանվա, անց են կացվում միջազգային կոնֆերանսներ, վերջի ժամանակները նորից անց են կացրել Եվրոպայի հետ, ասենք եւ այլը, չեմ ուզում բացատրեմ, աշխատանք սկսվել է, բայց պետական մակարդակի վրա իշխանության մակարդակի վրա այդ հարցերը դեռ չեն հասկացվել։ Ոնց պիտի անի, որտեղ նման գործակալությունը ի սկզբանե պետք է հասկանալ չի կարող լինի միայն ռազմական, հոգեբանական այդ հասարակության, ողջ հասարակության խնդիրները, այդ խնդրեմը դու չես կարող միայն ռազմական ոլորտում լուծես։ Խնդրեմը պետք է դնվի եւ լուծի ողջ Հայաստանի հասարակության համար եւ լուծումները, որը մենք փորձում ենք ձևավորել, այդ ուղղությամբ են գայանը։ Բայց այդ ամեն ինչը անվում է առանց ոնց ասեմ համագործակցության, երևի այդ խոսքը օգտագործեմ պետության եւ իշխանության հետ։ Հույս ունեմ, որ 2026 թվականին մենք կարողանանք այդ հայեցակարգը պատրաստել, որտեղ աշխատանքը շատ մեծ է, դա կլինի առաջի հայեցակարգը, դա կլինի առաջի ռազմավարությունը, ոնց Հայաստանը պիտի վարի կոգնիտիվ, տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմները այն խոսույթների, նարատիվների պատերազմը, որը մենք տեսնում ենք Արևմտյան Ադրբեջան, հայ հայկական եկեղեցու վրա հարձակումը եւ այլ, ինձ համար շատ ցավալի է, որտեղ ես տեսնում եմ ոնց է դա անվում, ինչ մեթոդներով անում, կարելի ասել կլասիկ մեթոդներով հարձակում ա գնում Հայաստանի դեմ։
Իսկ Հայաստանի կողմից չկա կազմակերպված ուժ, պետական ուժ, որը դիմադրում է այդ հարձակումներին։ Հայկական իշխանությունները լուծելով իշխանության պահելու խնդիր եւ հարձակվելով հայ առաքելական եկեղեցու վրա դարձնում են գործիք ուժային կենտրոնների, թշնամական ուժային կենտրոնների ձեռքում Հայաստանի պետականության եկեղեցու դեմ։ Շահերը համընկեն, իսկ դա շատ ցավալի է։ Ես չեմ ուզում, որ իմ իշխանությունները մասնակցեն ման աշխատանքներում, բայց դա բավականին շատ պարզ, եթե դուք զբաղվում եք այդ հարցերով, ոնց է դա անվում, շատ պարզ երևում է։ Նորից կկրկնեմ, կարելի ասել դա կլասիկ մեթոդներ են, ոնց է վարվում կոգնիտիվ պատերազմը։ Այստեղ հարց ինչու հիմա, այսինքն ինչու է իշխանությունը հիմա այս հարցերը։ 2026 թվականի ընտրությունների հետ կապված եմ կարծիքով։ Ես գիտեմ, որ ռազմական ուժերում կա հասկացողություն, որ նրանք հասկանում են ինչ է կատարվում եւ պատրաստ են ինչ կան, հասկանում են օգնել այդ process-ները սկսել։ Ոնց է մտածում իշխանությունը, ես չեմ ուզում ենթադրությունների մեջ մտնել, որովհետեւ այդ պատճառաբանությունները, որ դուք ասել եք, դա լուրջ չի։ Որովհետեւ բոլորը տարածաշրջանում շարունակում է պատերազմը։ Մեր տարածաշրջանում բոլորը Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը չեմ բոլորը պատերազմի մեջ է, բոլորը Հայաստանը պատերազմի մեջ է, թե պատերազմի մեջ է։ Իհարկե մենք ունենք հրադադար ընդամենը։ Հրադադար ունենք, մենք չունենք խաղաղություն։ Եվ այդ վիճակում խոսել, որ թշնամիտ քո, որը քեզ համար գոյաբանական սպառնալիքներ է ռազմական ներկայացնում, վատ կհասկանա քո քայլերը, դա լուրջ չի։ Բայց թշնամին արդեն յուրաքանչյուրի տուն է մտնում իր այդ խոսույթներով։ Այդ խոսույթներով մտնում է, այդ վիճակում խոսել, բայց կարող է իրան վիրավորվեք, դա լուրջ մոտեցում չէ։ Ինքը քեզ վրա արդեն հարձակվում է։ Ապա ինչու։ Ես ինչուի դա հարցին էի փորձում տարբերակներ առաջարկել։ Ես պատասխան չունեմ։ Ինչու։ Ես կամ պիտի ասեմ, որ հայկական իշխանությունները տանում են հակահայկական քաղաքականություն եւ զիջումների ճանապարհով զիջում են։ Կամ պիտի ասեմ, որ չգիտեմ ինչ է կատարվում, որտեղ նման վարքով հասկանում եք, եթե դուք գործ ունեք ավտորիտար առաջնորդի եւ պետության հետ, քո զիջումը ոչ թե կանգնեցնում է լարվածությունը, բայց ավելի է մեծացնում։ Գայան։ Այդ ավտորիտար առաջնորդի հոգեբանությունն է։ Եթե դու զիջում ես, ինձ համար դա նշան է, որ կարելի է ավելի բարձրացնել ստավկաները, կարելի է շարունակել հարձակումը։ Եթե ուզում ես կանգնեցնել ավտորիտար առաջնորդի երկրին, դու պիտի դիմադրես, դու պիտի ցույց տաս, որ դու էլ քայլ համակ չես անելու, որ դու դիմադրելու ես։ Այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն մտնել փոխգործակցություն եւ կանգնեցնել թշնամու ագրեսիան։ Եթե դու միշտ հանձնում ես, միշտ նահանջում ես, դա ոչ թե կանգնեցնում է պատերազմը, բայց ավելի է մեծացնում եւ ախորժակներին է բարձրացնում։ Դա այնքան պարզ է եւ հազարամյակներում ստուգված է եւ չեմ ուզում հայկական իշխանությունները նորից փորձեն ստուգեն այն աքսիոմաները, որը հասարակ մարդկությունը ձևավորել է հազարամյակների ընթացքում։ Պետք չէ ստուգել Իլհամ Ալիևը կկանգնի կամ չի կանգնի։ Եթե դու նահանջում ես, Իլհամ Ալիևը առաջ է գալու։ Հանձնեցի Արցախը, հիմա Սևանը կդառնա Գյոքչայ, Հայաստանը կդառնա Արևմտյան Հայ-Ադրբեջան, եթե զիջես։ Թույլին, հանձնվողին, բոլորն են չեն հարգում, բայց ավտորիտար երկրները ուտում են։ Մենք թույլի տեսքենք, մենք 2023 թվականից հետո, 2023 թվականի երկրորդ Արցախյան արշավից հետո մենք թույլ ենք, մենք պարտվել ենք։ Մենք ազգային աղետի մեջ ենք։ Արցախը կորցնելուց հետո հոգեբանական մնացած բոլոր ոլորտներում, որտեղ Արցախը եղել է այն գործոնը, այն երազը, որի շուրջ հայությունը միավորվել է 88 թվականին, դու դա հիշում եք։ Ամեն ինչ կորտված է, ջարդված է։ Իմ հասարակությունը, իմ ազգը ջարդված վիճակում է։ Ադրբեջանն էլ էր կորցրել, բայց ինքը կարողացավ ինքը 30 տարի պատրաստվում է վերակազմավորվել։ Այո։ Մեզ մոտ ինչ process է հիմա գնում։ Դու պիտի վերակազմես, դու պիտի կանգնես, հասկանաս, դասեր քաղես, ինչու ես պարտվել։ Դու պարտվել ես, որովհետև ընտրել ես հետսովետական Հայաստանի լուծումները։ Սովետական միությունը եղելով ավտորիտար երկիր, մենք հետսովետական Հայաստանը կառուցել ենք ավտորիտար ֆրեյմվորքի մեջ, ավտորիտար է կառուցել։ Հետսովետական Հայաստանը, օլիգարխիկ Հայաստանը չէր կարող դիմադրել օլիգարխիկ եւ ավտորիտար Ադրբեջանին, որ ուներ գումարներ եւ իր համար դա բնական լուծումներ է։ Հայկական ազգի համար դա բնական լուծում չէ։ Դրա համար մենք կառուցել ենք այս Հայաստանը, հետսովետական Հայաստանը գնում ենք պարտության 30 տարվա ընթացքում։
Դա միայն Նիկոլ Փաշինյանի պարտությունը չի։ Դա սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 94 թվականից ստորագրված հրադադարից սկսած քայլ մենք գնում ենք դեպի պարտություն։ Նույն տրամաբանության մեջ է նույն տրամաբանության, դա նույն տրամաբանությունն է, նույն հետսովետական իշխող վերնախավն է։ Այսինքն ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա Փաշինյանը։ Ինձ համար դրանք բոլոր հետսովետական Հայաստանի իշխող վերնախավն են, որը իշխել են, կառուցել են Հայաստանը նույն տրամաբանության մեջ, նույն ֆունկցիաների մեջ, նույն սահմանադրական լուծումների մեջ, որի տարբերություն չկա, եւ մենք որպես ազգ կանգնած ենք լուրջ հարցի շուրջ, ոնց է դուրս գալիս այդ հետսովետական Հայաստանի լուծումներից, ոնց է կարծարարում այդ շրջադարձ եւ սկսում կառուցել ուրիշ Հայաստան,